քաղաքապետի համար 236 հանձնարարագրի հիման վրա այսօր պետք է իրականացնենք հսկողություն ձեր առևտրային օբյեկտում MG սուպերմարկետում, որը գործում է Ադոնցի փողոց համար 2 կոտորակ 4 հասցեում։ Կա միջամտություն, պետք է լինի կոնկրետ հստակ նշում, երբ է միջամտությունը տեղի ունեցել եւ միջամտությունից հետո ինչքան է այն ուժի մեջ։ Կրկնակի գնապիտակ փակցնելը նույնպես ապրանքատեսականին դարձնում է ժամկետ անց։ Մեր հորդորն է, որ մշտապես հսկողությունը իրականացնեն եւ փորձենք իսպար վերացնենք պիտանիության ապրանքների վաճառքը կամ թեկուզ կրկնակի գնապիտակը 2-3 տեղից փորձեք, մեկ տեղով չբավարարվեք։ Մյուս տեղերից էլ փորձեք։ 34 երկու տեղից էլ փորձեցինք, չի թույլատրում այս օտոպրակների վաճառքը, ինքը 50-ից ավելի ցածր է, դա առաջացնում է իրավական հետևանք։ Երևանի քաղաքապետի համար 233 հանձնարարագրի հիման վրա Ավետիսյան փողոց համար 32 հասցեում գործող MG առևտրային օբյեկտում պետք է իրականացնենք հսկողություն։ Խնդրում ենք պարզապես հանձնարարագիրը գրանցեք ձեր գրանցամատյանում։ Կարող ենք անցնել հսկողությանը։ Ես ապրանքատեսականի վրա եւ այստեղ փակցրեք էլի ժամկետները ոնց որ մյուսների վրա է։ Ժամկետները դնում եք, նայեք, ես եկել է կողքը։ Հա, դե հիմա նայեք, տեսեք, շատ բարի։ Այս մեկը պետքա բերեք, առաջ տեսանելի չի։ Սառնանում ֆերմենիները Տակինները կա, իսկ վերևինները ոչ մի հատ նայեք սրանց ժամկետները երբ է։ Չի թույլատրում կրկնակի գնապիտակի կիրառումը։ Սա իրավախախտում է։ Նաև արկա չէ ժամկետ հետևյալ ապրանքատեսականը մսամթերքի վրա։ Մասսայական տեղադրված է հետևյալ ապրանքատեսականի, որի վրա որևիցե տեղեկատվություն ժամկետի մասով չկա։ Կպցնեի, որ տեսանելնի եւ չկորիներ։ 026, բայց պիտի նայեցնի վերջնացած։ Մի քանի տեղից 38 չի համապատասխանում, ասում չի գերազանցում 50 եւ ավելի միկրոն։ Խնդիրը դա այնպես պետք է կազմակերպվի ապրանքատեսականների վաճառքը, որ տեսանել լինի հստակ ապրանքների ժամկետները, բացառվի կրկնակի գնապիտակի կիրառումը։ Սրանք է խնդիրները, որոնք որ մենք ի հայտ բերեցինք ձեր առևտրային օբյեկտում։